Այսօր արտգործնախարարությունում արդեն մամուլում տարածվեց լուրեր, որ հանդիպում ա եղել Ռուբեն Վարդանյանի կնոջ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի եւ ԱԳՆ ներկայացուցիչների հետ, ինչ է ձեզ հայտնի հանդիպումից, ինչ ա քննարկվել, եթե ինչ-որ բան գիտեք։ Այդ մասին ես տեղեկացա մեդիայից, սակայն օրեր առաջ, երբ արժանիստում քննարկում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածության խնդիրը եւ ես դրանից առաջ հարց էի բարձրացրել, ինչու չեն արձագանքում Ռուբեն Վարդանյանի կնոջ Վերոնիկա Զոնաբենդի կոչին եւ ինչու չեն պատասխանում նրան, նա նշեց, որ իմ ելույթից հետո դիմել է արտաքին գործերի նախարարություն այդ հարցին ընթացք տալու համար եւ նրան ըստ այդմ կանչել են։ Հետևաբար կարող ենք ասել, որ մինչև ազգային ժողովում չեն խոսում գերիների վերադարձի մասին, կառավարության ներկայացուցիչները եւ իշխանության ներկայացուցիչները այդ հարցով ոչ մի քայլ չեն անում։ Բացի ազգային ժողովում բարձրաձայնելը առհասարակ ինչի մեր պատկան մարմինները չեն հետևում, չեն տեղեկացվում, ինչ իրավիճակում են հիմա գտնվում ոչ միայն վերադարձած ռազմագերիները, այլ նաև այն գերիների հարազատները, ովքեր այս պահին էլ 19 անձը, ովքեր գտնվում են Ադրբեջանի բանտում, օրինակ մենք գիտենք, որ Լյուդվիգ Մկրտչյանը հենց հիմա ունի առողջական լուրջ խնդիրներ, իմ վերջին տեղեկություններով արդեն 40 օրից ավել անգամ կնոջ հետ կապ չէր հաստատել ու վերջին հետազոտությունների արդյունքները երբ որ եկել էին, նրանք տեսել էին բժշկական հետազոտության արդյունքները, որ նա ունի առողջական լուրջ խնդիրներ։ Այդ հարցը պետք է ուղղել կառավարության ներկայացուցչին, ինչու չեն արել այսքան ժամանակ եւ ինչու չեն անում, որովհետեւ ես նույնպես հարցնում եմ, ինչու չեք զբաղվում այդ խնդրով, որովհետեւ Բաքվում շինծ ու դատավարությունների արդյունքում մեր գերիները, ռազմաքաղաքական ղեկավարները, պահվող անձին առհասարակ ուղղակի խոշտանգումների են ենթարկվում, նրանցից շատերը առերեսվում են մարդու իրավունքների կողտագույն խախտումների, երեք նույնիսկ Դավիթ Բաբայանը աուդիո տեսաուղերձով, ոչ տեսաուղերձով, երեք Դավիթ Բաբայանը ձայնագրությամբ հանդես եկավ, որտեղ նշում էր, որ վերաքննիչ դատարանում մի քանի հոդված կեղծ նորից ավելացել է նրանց գործերին, այսինքն մարդու իրավունքների տոտալ կոպտագույն խախտումներ, իրավական համակարգի, գիտենք ինչպիսին է դիկտատորական Ադրբեջանը, սակայն մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, որոնք շինծ ու դատվում են Բաքվի բանտում, մեր կառավարության, մեր պետության պաշտպանության տակ պիտի լինեն եւ նրանց վերադարձը ուղղակի անխուսափելի պիտի լինի։ Օր առաջ խաղաղության օրակարգի գերագույն առաջնահերթ օրակարգը պետք է լինի գերիների վերադարձը։ Խաղաղությունը կարող է առանց գերիների վերադարձի լինել, այդ օրակարգը կարող է իրական լինել, եթե մենք դեռ ունենք գերիներ, եւ բացի դրանից կան նաեւ վերադարձած գերիներ, որոնց ճակատագրով կարծես թե չեն հետաքրքրվում։ Այս մասով ինչ կարող եք ասել, որտեղ ահազանգում են լրատվամիջոցներին, ահազանգում են այդ թվում տարբեր պետական կառույցների, բայց այդպես էլ չեն կարողանում իրենց խնդիրները լուծել։ Օրինակ Վիգենի պարագայում հստակ այդպես է։ Այո, ես տեղյակ եմ եւ իմ պարլամենտական գործունեության ընթացքում ամբողջովին իմ գործունեությունը նվիրված է լինելու վերադարձած գերիների անհայտ կորածների եւ այս պահին առնվազն, նշենք առնվազն 19 մեր հայրենակիցները, որոնք պահվում են Բաքվի բանտերում, ունեն լուրջ տարբեր կարգի խնդիրներ, նշեցիք նրանց ընտանիքների հետ կապված սոցիալական խնդիրները, առողջական խնդիրները եւ այլն։ Մենք ունենք լուրջ խնդիր եւ օրենսդրական բաց այդտեղ հատկապես վերադարձած գերիների հետ կապված նույնիսկ կառավարության ծրագիր չունենք օրենսդրական կարգավորումներ, ինչպես նաև չունենք կառավարության գոնե ծրագիր, թե ինչպես պետք է վարվել սոցիալական նրանց ներառականության հասարակության մեջ եւ առհասարակ նրանց կյանքի ինտեգրման համար։ Տեսեք, սա հումանիտար հարց է ըստ էության, կառավարության հետ կապված դիրքորոշումը հասկանալի է, բայց մենք նաեւ որպես այսպես, ժողովուրդ, ինչը ճիշտ չենք անում, որ չենք կարողանում անգամ հասնել ճնշումներով թեկուզ, միջազգային կառույցներով թեկուզ տարբեր դիմելով հասնել այս խնդրի լուծմանը, որտեղ սա էլ հումանիտար խնդիր է, այսպես տարածքի կռվի տիրույթում չի դիտարկվում, այսինքն ինչ մենք ճիշտ չենք անում որպես ժողովուրդ, հանրություն։
պահանջատիրություն մեր իսկ իշխանությունից, որովհետև անհատները, նախաձեռնությունները, առհասարակ հայ ժողովուրդը կանգնած է իր եղբայրների կողքին, ովքեր գտնվում են Բաքվի բանտում այս պահին, եւ տարբեր նախաձեռնություններ, գերիների ընտանիքները այդ հարցով առանձնակից զբաղվում են անձնապես, սակայն մենք չունենք պետության կողմից տեսանելի որևէ քայլ նրանց հետ վերման, նրանց վերադարձի հետ կապված, այսինքն պետությունը չի դիմում որևէ կազմակերպության, մեր իշխանությունները չեն զբաղվում առհասարակ գերիների հարցերով եւ օրինակ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դիմել է Եվրոպական մարդու իրավունքների եվրոպական դատարան, տարբեր խախտումների հետ կապված եւ առհասարակ մեր գերիները վերջերս տեսանք, որ Դավիթ Իշխանյանի ուղերձի մեջ էր նաև, որ այդ մարդիկ այնտեղ պայքարում են, գոնե վերաքննիչ դատարան են դիմել եւ ուզում են գնալ դեպի միջազգային դատարան իրենց իրավունքները պաշտպանելու, այսինքն ստացվում է, որ մեր պետությունը մեր հայրենակիցներին թողել է մենակ այնտեղ եւ նրանք պայքարում են իրեն, փորձելով միջազգային հաստատություն կա, եթե մենք ընդունում ենք իրենց դատական ադյանները, այստեղ իրավիճակը մի քիչ նուրբ է, այսինքն մենք ընդունում ենք այդ գործի իսկությունը դրանք կեղծ դատավարություններ են ըստ էության։ Ես նկատում եմ միջազգային կառույցների վրա ճնշումներ գործադրել, որովհետև եթե մենք իրենց դատական համակարգով գնում ենք, մի փոքր այո, ես հենց այդ էլ ասում եմ եւ բնականաբար այդ մարդկանց իրավունքները բոլոր միջազգային խողովակներում, մատյաններով պետք է բարձրացվի ու այդ հարցով նաեւ պետք է զբաղվել ոչ միայն անհատները, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը որպես պատասխանատու մեր քաղաքացիների։ Փաստորեն տարիներ պահանջվեցին, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ հանդիպեն ԱԳՆ-ին։ Մի քանի ամիս, որովհետև նկատում եմ գերեվարությունը նկատում եմ, գերեվարությունից հետո որևէ հանդիպում եղել էր թե չէր եղել, սա առաջինն էր, ստացվում է, որ տարիներ պահանջվեցին։ Փաստորեն, այո, սեպտեմբերին կլռանա արդեն 3 տարի, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարները Արցախի գերեվարվել են, այսինքն պատանդարված են Բաքվում եւ առաջին անգամ արձագանք եղավ արտաքին գործերի նախարարության կողմից, այն էլ Վերոնիկա Զոնաբենդի կոչով եւ երբ նա հարցում արեց, որպեսզի օգնեն թույլ տան մարդասիրական այսպես օգնության շրջանակներում, որպես կանանց հետ կապված, այսինքն պետք է խորհրդանական ամբիոնից հնչեր, որպեսզի գոնե այդ փոքր քայլը արվեր ըստ էության։ Փաստորեն ըստ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, մինչև ես ելույթ ունեցա եւ այդ հարցը չբարձրաձայնեցի թիվ առաջին ամբիոնից, այդ հարցին ընթաց չդրվեց եւ այսուհետ գերիների հարցը ես նշել եմ, հիմա էլ նշում եմ, որ դա վերքաղաքական եւ վերկուսակցական խնդիր է եւ պիտի հետամուտ լինել մեր գերիների վերադարձին շուտապույտ իրենց հայրենիք, իրենց տներ։ Շնորհակալություն։